Տեր Հիսուս Քրիստոսը չէր եկել, որ մենք կրոն ստեղծեինք քրիստոնեություն կրոնը, բայց Հիսուս Քրիստոսը եկել էր աշխարհը փրկելու եւ նա դա արեց, բայց Քրիստոսին հետևող մարդը, Քրիստոսին ընդունող մարդը կոչվեց քրիստոնյա, հետո այն դարձավ կրոն։ Դու ուզում ես լինել իրական քրիստոնյա, այսինքն պատկանել Հիսուս Քրիստոսին, հետևել Հիսուս Քրիստոսին, ընդունել Հիսուս Քրիստոսի շնորհած փրկությունը, այսինքն հավիտենական կյանքը, թե ուզում ես ուղղակի կոչվել քրիստոնյա, լինել կրոնի հետևորդ, այսինքն պատկանել կրոնի եւ ապրել աշխարհիկ կյանքով մեղքերի մեջ։ Որն ես դու ուզում։ Աշխարհում կան միլիարդավոր քրիստոնյաներ, բայց նրանց մեծ մասը ընդհանրապես չի ապրում քրիստոնեական կյանքով, բոլորովին հեռու է Հիսուս Քրիստոսից, նրա պատվիրաններից եւ չի ընդունել Հիսուս Քրիստոսին որպես իրեն փրկիչ եւ չի ընդունել Հիսուս Քրիստոսով իրեն տրված հավիտենական կյանքի պարգևը եւ շարունակում է մեղքերի մեջ ապրելով շատացնել իր մեղքերը։ Իսկ մեղքի արդյունքը, մեղքի հետևանքը դա դժոխքն է։ Ինչ ես դու ուզում քեզ համար, եթե դու ուզում ես ունենալ հավիտենական կյանք, երկրային ֆիզիկական կյանքից հետո ժառանգել Տիրոջ տված հավիտենությունը, երկնային թագավորությունում հավիտյան ապրել քո Տեր Աստծու հետ, ուրեմն պետք է հիմա ապաշխարես, ուրեմն պետք է հիմա ընդունես քո Տեր Աստծուն Սուրբ Երրորդությանը եւ ընդունես, որ Հայր Աստծու որդին Հիսուս Քրիստոսը, որ Աստվածն է մեր Տերն է, նա մեր փրկիչն է նաեւ, նա իր արյամբ փրկել է, փրկագնել է մեզ դժոխքից, հավիտենական մահից, նա մահացել է հանուն մեզ խաչի վրա, որպեսզի իր արյամբ մեզ մաքրեր մեր մեղքերից եւ մահից հետո երրորդ օրը հարություն է առել։ Նա է հարությունը, նա է կյանքը, Հիսուսն է կյանքը։ Նա մահացավ, սակայն նորից կյանք առավ եւ հարություն առավ Սուրբ Հոգով, մեզ ցույց տալով, որ ինքն է կյանքը, ինքն է հարությունը եւ կյանքը եւ այդ նույն բանը սպասում է յուրաքանչյուր քրիստոնյայի, իրական քրիստոնյայի, ով պատկանում է Հիսուս Քրիստոսին։ Մենք ունենք հավիտենական կյանք։ Դու ես որոշում, դու լինես, մնաս ուղակի կրոնի հետևորդ, թե իրական Աստծու Հիսուս Քրիստոսի հետևորդ, Հիսուս Քրիստոսի զավակ։ Դու ես որոշում։